Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Երևանից, պարոն Ռուբեն Մեհրաբյանը, բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, պարոն Այվազյան, Ձեզ շատ շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր ներկայացնելու հարգարժան լսարանը։ շնորհակալ ենք շատ, ձեզ ներկայացնելու կարիք չկա, բոլորը հրաշալի ձևով մեր ալիքում ճանաչում են, իմիջայլոց պարոն Ռուբեն Մեհրաբյանն էլ է ալիք ստեղծել, մոտ օրերս արդեն եթեր կունենան, անպայման կոչ եմ անում բաժանորդագրվել, հղումը փորձենք հիշել եւ անպայման թողնել մեկնաբանությունների մեջ։ Շատ շնորհակալ եմ։ Պարոն Մեհրաբյան, մենք ընտրություններից հետո ձեզ հետ չենք զրուցել։ Շատ հետաքրքիր է լսել նաեւ ձեր կարծիքը, թե ինչ փոխվեց ընտրություններից հետո, քանի որ մենք տեսնում ենք քրեական գործեր, ձեր բակարություններ, երբ ճիշտ կլինի դրանից սկսել։ Գագիկ Ծառուկյանի հետ կապված ինչ է փոխվել ընդհանուր առմամբ Հայաստանում։ Դե նախ ընտրությունների արդյունքները պերճախոս են ժողովրդի ընտրության հենց առումով, հա, թե ինչ է ուզում հայ ժողովուրդը։ Բացի դրանից էլ պետք է հասկանալ, որ թվեր ստացավ եւ մանդատ ստացավ այն իշխանությունը, որը հեղափոխական է, եւ այս ընտրություններով եթե հարցին նայենք քաղաքագիտական իմաստով, պրոցեսները հենց հեղափոխությունից հետո թևակողեցին նոր շրջափուլ, երբ արդեն հեղափոխությունը իր այն առաքելությունը բոլորին միավորելու, բոլորի հետ հաշտ ապրելու, այսպես են թավշյա փուլը, հա, որ այլևս պետք է հեղափոխությունը համարել անշրջելի, ով առաջ ինչ արել է չի արել, հիմա պետք է նորովի վերաիմաստավորի իր ճանապարհը եւ ապրի նոր պայմաններում, հարկեր չի վճարել, վճարի, եթե բիզնեսմեն է քաղաքականությամբ էլ է զբաղվել որպես բիզնես, ապա չզբաղվի եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ըստ էության, այո, մեզ բավականին հայտնի մի շարք անձինք օրինակ, այդ ճանապարհը բռնեցին եւ հիմա ապրում եւ աշխատում են, ոմանք համարեցին, որ չէ, այնուամենայնիվ իրենք պետք է այլ ճանապարհով գնալ եւ գնացին այլ ճանապարհով եւ կանգնեցին ականի վրա, հիմա տարակում են։ Ընդհանրապես սա է տեղի ունենում։ Սա քաղաքագիտական իմաստով, որովհետեւ էլի ուզում եմ ասել, որ ցանկացած հեղափոխություն, այո, ջանքու եռած չի խնայելու, երբ արդեն տեսնում է ուղակի սպառնալիք, իսկ այստեղ սպառնալիքը ուղակի, այո, մենք տեսնում ենք կոնսոլիդացիա, ռեստավրացիա իրականացնելու համար, բնականաբար դա չի հանդուրժվել։ Սա էլ եմ ասում, սա քաղաքագիտական իմաստ։ Իսկ իրավական իմաստով էլ մենք տեսնում ենք, որ այո, այդ մարդիկ էլ չեն փայլում առանձնապես ինտելեկտուալ բարձր մակարդակով, հա, շատ մեղմ եմ ասում։ Եվ դրանից բխող մականուններ էլ ունեն համապատասխան։ Նաև զբաղված են նրանով, որ Հայաստանում միջպետական պայմանավորվածություններ կատարածելու ճանապարհին, հա, այդ բիզնես պրոյեկտներում իրենց կոմպանիոններին ուղղակի վերաբերվում են որպես խաբեբաներ, առերևույթ, հա, այսպես ասենք, որտեղ դա դեռ պետք է դատական կարգով ապացուցվի, բայց այդ բողոքները այդ ամենը շատ են եւ որում եւ Իրանում եւ Հայաստանում այստեղ արդեն սկսում են աշխատել իրավապահ մարմինները եւ աշխատել են եւ չէին կարող չաշխատել։ Ահա այն ամեն ինչ տեղի է ունենում եւ տեղի է ունենալու Հայաստանում, սա միայն իհարկե մի դեպքի մասով, բայց մենք տեսնում ենք, որ
ըստ էության ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե դե գիտեք, դե լավ ոչինչ, ռուսները սա ասում են, որովհետև անում են, որովհետև դեմն ընտրությունները կանցնի, իրենք կհաշտվեն եւ այլն։ Ընտրություններն անցան, Ռուսաստանը այսօր միակ երկիրն է, որն ըստ էության չի ճանաչում Հայաստանի ընտրությունները, պարոն Այվազյան, չի ճանաչում։ Այդ Միշուստինի հետ հանդիպումը ինչ էր սա։ Կապ չունի։ Դա էլի զոնդաժ էր, բայց դրանից Ռուսաստանի դիրքորոշումը փոխվեց, ոչ չփոխվեց։ Եվ չի էլ փոխվելու, չի կարող փոխվել, որովհետև կարմիր կովը կաշին չի փոխում։ Բայց ինչի նկատի ուներ Կարմիր Փաշինյանը այդ ժամանակ ասուլիս է, որ տեսնենք ինչ որ պայմանավորվածություններ դե ես կան։ չգիտեմ ինչա լինելու, ինչ պայմանավորվածություն։ Մի երկու պայմանավորվածություններ կարող է, ասենք, ձեռքի հետ լինի, բայց դա չի լինելու պայմանավորվածություն ի հաշիվ Հայաստանի Հանրապետության շահի։ Այն ինչ ուզում է Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանն ուզում է, որպեսզի մենք իրեն սիրաշահելու համար հրաժարվենք պետություն լինելու գաղափարից։ Դա չի լինելու։ Եվ երկրորդը, այսօր Ռուսաստանը մենք տեսնում ենք ինտենսիվ օրը 3 անգամ ուտելուց հետո տրաքում է։ Պուտինի կափարիչը թռչում է օդում, չէ՞։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի գործերը ոչ թե վատ են, այլ կատաստրոֆիկ։ Իսկ դա նշանակում է իր հերթին, որ Ռուսաստանն այն էլ ինչ, այսպես ասենք, սպառնալիքների լեզվով փորձում է խոսել Հայաստանի հետ, դա միայն կարող է առաջացնել շատ բան, ասենք թե ծիծաղ, բայց ոչ վախ, հա։ Որովհետև դա հիմարություն է պարզապես այն ինչ անում է Ռուսաստանը, դե դա էլ արդեն իրենց գործում է։ Բայց դա եւս ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի հաշտվում այն մտքի հետ, որ Հայաստանը պետություն է։ Եվ ամեն ինչ գալիս է դրանից։ Իրենց պատկերացրածով Հայաստանը ժամանակավորապես կորցրած տարածք է եւ այդ ժամանակավոր կորուստը պետք է X պահի հետ բերել։ X պահն էլ դա այն հարմար պահն է ըստ Ռուսաստանի, որ կարող է մեկ էլ հանգամանքների բերումով ի հայտ գալ, այդպեսին էին նրանք դիտարկում, ասենք, հունիսի 7-ի ընտրությունները։ Դա չստացվեց։ Հիմա նրանք կարող են ինչ-որ ժամանակավոր նահանջ արձանագրել, սպասելով հաջորդ պահին, հաջորդ հարմար պահին, բայց Ռուսաստանն այն երկիրն է, որ եթե միտեղից դուրս է գալիս, միշտ վերադառնում է առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ընդ որում սապոգի տակ գցելով նույնիսկ այն համաձայնությունները, պայմանագրերը, որ մինչ այդ կնքել։ Եթե Ռուսաստանը համարեց, որ եկել է իր պահը, ինքը թքած է ունենալու բոլոր պայմանագրերի պայմանավորվածությունների վրա։ Նայեք ոչ վաղ անցյալի պատմություն, չէ՞։ 1918 թվականին Լենինը ճանաչում է Լեհաստանը եւ 20 թվականին մի ահռելի բանակով հարձակվում Լեհաստանի վրա։ Չէ, եւ եթե տեղի չունենար հրաշքը Վիսլայի վրա եւ Պիլսուդսկի ջարդ չտար կարմիր բանակետ Խաժամուժի, Լեհաստանը Հայաստանի նման խորհրդայնացվի եւ հաջորդը լինելու էր արդեն քաոսի մեջ գտնվող Գերմանիա։ Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Նույն 18 թվին Լենինը ճանաչեց Ֆինլանդիա։ Եվ ինչ։ Ֆինլանդիան մի քիչ ավելի ամուր, այսպես վիճակում էր։ Ստալինը հարձակվեց Ֆինլանդիայի վրա։ Նույնը Բալթյան երկրներ էլի ճանաչել է, բայց հարձակվեցին։ Բալթյան երկրների պարագայում ստացվեց, Ֆինլանդիայի պարագայում չստացվեց։ Ինքն ճանաչելն էլ Եվ շատ բան գալիս չի է փոխում։ հիմա։ Այո, բան չի փոխում։ Եվ հիմա այդտեղ մենք, որ Բելարուսը ասպատակության է ենթարկվել եւ վերածվել է օկուպացված մի ողորմելի մի սուբյեկտի եւ Ուկրաինան թույլ չտվեց։ Եթե 20 թվականին տեղի ունեցավ հրաշք Վիսլայի վրա, ապա այս
Պարագայում տեղի ունեցավ հրաշք Դնեպրի վրա։ Եվ ռուսները կանգ են առնում այնտեղ, որտեղ մառութին են։ Այդպիսին է այդ պետության բնույթը, հա։ Եվ մենք պետք է լավ հասկանանք ում հետ գործ ունենք եւ նաեւ գնահատենք այնինչ Աստված մեզ տվել է, իսկ Աստված մեզ խնայել է, որ սահման չունենք Ռուսաստանի։ Այդ պարոն Մեհրաբյան, տեսնում ենք, որ Ադրբեջան ունենալով սահման, Ադրբեջանի նկատմամբ ավելի զուսպ են։ Ինչից է դա գալիս, քանի որ Ալիևը մաքրել է, հա, այդ պրոռուսական կոչվող Չէ, չէ, ընդդիմությանը։ չէ։ Դա ածանցյալն է, բայց ըստ կարևորը Թուրքիայի գործոնն է, այո, Ռուսաստանը չի կարող Թուրքիայի շահերը հաշվի չառնել այստեղ եւ Ադրբեջանի հետ կապված ռուսները շատ ավելի զգուշավոր են հենց Թուրքիայի գործոնի բերում։ Եվ պատճառը միայն եւ բացառապես դա է, այլ ոչ թե ինչ-որ ռուսների սենտիմենտներն Ադրբեջանի նկատմամբ։ Ամենևին, դա ոչ մի սենտիմենտ չկա, ման չկա, չկա եւ չի լինել։ Չգիտեմ, դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ի հետ խորացող հարաբերություններ Ադրբեջանի, Ուկրաինայի հետ, Այո, վերջերս այո, Զելենսկին կրկին խոսել էր Ադրբեջանից, Թուրքիայից։ այո։ Եվ դա ռուսները կուլ են տալու այնքան ժամանակ, քանի Թուրքիան Ադրբեջանին չի պատրաստվում հանձնել ռուսներին, այնպես ինչպես օրինակ Աթաթուրքը համաձայնեց հանձնել, չէ՞։ Իսկ Աթաթուրքը համաձայնեց հանձնել։ Սա փաստ, իհարկե ոչ անվճար, Այլ բայց այնուամենայնիվ պայմանավորվածությունների դիմաց, հա։ այո, այդ պայմանավորվածությունների դիմաց, բայց դա տեղի ունեցավ։ Հիմա Էրդողան համարում է, որ ինքը չպետք է հանձնի Ադրբեջանը, իսկ դա արդեն Ռուսաստանի համար վտանգավոր է լինելու, եթե նա արհամարհի Թուրքիայի շահերը, որովհետև Թուրքիային էլ այս ամենի ֆոնին էլ ունենալ որպես թշնամի, դա ուղղակի հղի է նույն հետևանքներով, որ հետևանքները եղան 1853-ից 56 թվականին տեղի ունեցած Ղրիմի պատերազմ։ Բայց մյուս կողմից ռուսները հասցրել են այն աստիճանի ճակատագրական սխալներ գործել, որ անկախ ամեն ինչից էլ ռուսները իրենց համար պատրաստել են նույն ճակատագիրը, ինչ նրանք ունեցան այդ նշածս պատերազմի արդյունքում, երբ Ռուսաստանի մեջքը ջարդեցին եւ Ռուսաստանը պատերազմելու հավեսը կորցրեց դրանից ինչքան եւ մոտ մի 20 տարի ռուսները ասեցին չէ, վերջ, մենք էլ չընկռվելու, մենք ինչ էր ասում Գորչակովը, չէ, Ռոսիա սосредотачивается։ Կոնցենտրացիային էին հարվածել։ Այո, 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 եւ ռուսները այո չունեին նավատորմ Սևծովում Թուրքիան, այսպես ասենք, խցանի դեր էր կատարելու ռուսների համար եւ այո Ռուսաստանի զսպման մեխանիզմ էր մշակվել, շատ լավ հասկանալով, որ արևելքում Եվրոպան գործ ունի մի այլանդակ պետություն։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր օրեր առաջ Հայաստանում, հետաքրքիր հայտարարություններ եղան, բայց կար հայտարարություն, որի վրա քիչ ուշադրություն դարձավեց։ Այդ 2 միլիարդ եվրոյի մասին էր խոսքը, եւ որքան հասկանում եմ, այդ գումարով Ադրբեջանում, Հայաստանում, նույնիսկ Թուրքիայում ենթակառուցվածքներ պետք է կառուցվեն։ Հետո մենք տեսանք ականազերծման մեքենաների նվերը Հայաստանին եւ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը մի փոքր բացեց փակագծերը, թե ինչի համար է դա տրվել Երևանին։ Որն է ձեր կարծիքը։ Անցակետեր են կառուցելու Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան 3 անցակետ տրանսպորտային կոմունիկացիաներ։ Նախ եւ առաջ դելիմիտացիա եւ դեմարկացիայի process-ը խթանելու համար էլ է դա արվում, որ այո, ականապատված դաշտերն այդ process-ին չխոչընդոտեն։ Եվ այո, նոր անցակետեր
ձևավորվեն, եւ երկրորդն էլ մենք գիտենք, որ Եվրամիությունը պատրաստ է ներդրում անել միջհամայնքային երկխոսության վրա Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ գոտի, որպեսզի տնտեսական փոխկապակցվածության հիման վրա այս խաղաղությունը դառնա անշրջել։ Եվ այո, այդ տեխնիկան էլ, որը բավականին թանկարժեք տեխնիկա է եւ այսպես կոմե մեր կողմերում այդպիսինը չկա, հա, այդ տեխնիկան նաև ինչ որտեղ էլ խորհրդանշում է, հա, հենց այդ շահագրգռվածությունը մասնակից լինելու այս։ Բայց մյուս կողմից էլ մենք պետք է ֆիքսենք եւս մի կարևոր հանգամանք, որ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության եւ մեծ Եվրոպայի ռազմավարությունները կապված մեր տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ ոչ միայն հակասություն չունեն, այլև փոխլրացնող են, եւ սա շատ կարևոր, շատ դրական հանգամանք է։ Սա համընթաց քամի է այս բոլոր process-ների համար, համընթաց քամի մեր առագաստների։ Եվ Եվրամիության պատրաստակամությունը նաև հավելյալ միջոցներ ներդնելու մեր տարածաշրջանում կոմունիկացիաների զարգացմանը այս միջին միջանցքի տրամաբանության մեջ հենց դրա վկայություն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունները ձեռք են բերվել, այո, ամերիկյան դիվանագիտության ջանքերով, բայց Եվրամիությունը եւս անմասն չէ այս գործընթացը։ Այսինքն թե Եվրամիությունը, թե Միացյալ Նահանգները ձգտում են դեպի Կենտրոնական Ասիա եւ գնում են դեպի Կենտրոնական Ասիա Հայաստանի միջոցով։ Ճանապարհը դա հարավային Կովկասն է ընդհանրապես, Հայաստանը մասնավորապես եւ առանձնապես, որովհետեւ մենք տեսնում ենք, որ հարավային Կովկասով անցնող տարբեր կոմունիկացիաների մեջ այնուամենայնիվ առաջնահերթությունը տրվում է Հայաստանով անցնող կոմունիկացիան։ Եվ սա եւս կարևոր իրողություն։ Ու ինչ որ միտեղ դուրս է գալիս, որ եթե նախկինում Խորհրդային Միությունը զսպելու համար Ռուսաստանի հետ սահմանին, Խորհրդային Միության հետ սահմանին, այդպես թե պատ էր կառուցվում ազատ աշխարհի եւ Խորհրդային Միության միջև, հիմա այդ պատը անցնելու է մեր եւ Կենտրոնական Ասիայի միջև, թե Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի մոտավոր ինչ որ նման նախագիծ, հա։ Եթե աշխարհաքաղաքական հարթության վրա եք ցանկանում, որ հարցին նայենք, ապա ինչպես Սոլժենիցինն էր ասում, Կովկասը եւ Կենտրոնական Ասիան դա Ռուսաստանի փորատակ։ Շատ լավ, եթե փորատակն է, ապա Ռուսաստանի տակից հանում են փորատակը, եթե այսպես պատկերավորենք։ Եվ այո, առանց Ռուսաստանի թուլացման այս պրոյեկտները դժվար կլինի աշխատացնել։ Հիմա որոշ երեսպաշտներ Մոսկվայում ասում են, հետ այդտեղ տնտեսական բան քիչ կա, դա արվում է Ռուսաստանին թուլացնելու համար, ասում թե։ Այո, ձեզ թուլացնելը ինքնին արդեն մեծ արժեք է։ Այո, ձեզ թուլացնելու, որովհետև առանց ձեզ թուլացնելու ստեղով մի ավանակ էլ չի անցնի, թույլ չեք տա, շատ կհամարեք, արևի լույսն էլ մեր վրա անգնող շատ կհամարեք, այո, դրա համար պետք է ձեզ թուլացնել, դրա համար ձեզ պետք է այստեղից վռնդել, որպեսզի մենք կարողանանք ապրել, նեղանում եք, նեղացեք, որքան ուզում եք։ Իսկ Գալուստի հայտարարությունը թրիփի մասով, որ այն ծրընտու չէ նաև Չինաստանին եւ Իրանին, եթե Ռուսաստանը լինի այդ ծրագրում, արդեն կարծես իրենց ծրընտու կդառնա։ Չնայած մենք տեսանք նաև Իրանի դեսպանի հայտարարությունները եւ Փաշինյանի հայտարարությունները պատկերացում են ստեղծում, որ Իրանի հետ ինչ որ հետաքրքիր պայմանավորվածություններ է ձեռք բերվում փաստացի։ Դե Իրանն էլ մեզ մի բան է ասում, հետո վերեկենում մի ուրիշ բան է ասում,
Այդ ինչ-որ մտավախություններից է խոսում, դե Փաշինյանն էլ ասում է, լավ, ի վերջո մի հատ բացատրեք հասկանանք, հա, ինչ մտավախություն։ Ինչի մասին է այդ մտավախությունը եւ ինչ մտավախություն է, որ պետք է, ասենք, ազդի մեր վրա։ Մենք ձեզ պարզ ասում ենք, սա մեր եւ Միացյալ Նահանգների միջև կայացած պայմանավորվածությունը եւ պրոյեկտ։ Եվ սա անում ենք, որպեսզի էլի մենք եւ Ադրբեջանը խաղաղություն կարողանանք կառուցել սրա հիման վրա։ Ինչն է ձեզ մտահոգում ստե։ Եվ ինչու պետք է ձեզ դա ինչ-որ բանով մտահոգի, հա։ Բավական է էլի։ Եվ մենք տեսանք, ինչ թափ-թփուկ ասեք, եկել հավաքվել էր դեսպանի այդ ասուլիսին, չէ, եւ ինչ հարցեր էին տալիս։ Դա ռուսական պրոպագանդայի բերաններն էին այնտեղ, եւ ինչ հարցեր էին տալիս էին հարցեր, փորձելով Իրանի դեսպանին դրթել այնպիսի հայտարարությունների, որոնք կսպասարկեն ռուսական շահը, հասկանում եք, շահագործելով Իրանի այսպես ռացիոնալ եւ ոչ ռացիոնալ ինչ-ինչ մտավախությունները կամ վախերը, գաղափարականացված եւ այլն։ Հուշում են, օգնում են։ Եվ ցավոք սրտի, այո, դեսպանը տրվեց այդ սադրանքի եւ արեց մի քանի, այո, անհաջող հայտարարություն, այդ թվում նաեւ կապված Հայաստանի ատոմային պրոյեկտի հետ։ Թե ինչի պետք է Իրանը ինչ-որ կարծիք ունենա նրա մասին, թե մենք ում հետ ենք ուզում ատոմակայան նոր կառուցել, հա։ Ասենք ինչ կապ ունի դրա հետ Իրանը կամ ինչու պետք է կապ ունենա դրա հետ Իրանը։ Իրանը ինչ գործ։ Ես հասկանում եմ Ռուսաստանի փորացավը, որ ուզում են իրենց այդ խուլիգան Ռոսատոմին կապել մեր գլխին, ասենք 100 տարի։ Բայց Իրանը ինչն է դրա ողջունում, ես չեմ կարող։ Բայց Փեզեշկյանի ուղերձը բավականին լավն էր։ Այսինքն դեսպանը դեսպանն ուղղակի ինչ-որ բաներ ասում, որ ինձ տպավորությունն է, որ լավ չի հասկանում ինչ ասում։ Իրանում հիմա շատ տարօրինակ իրավիճակ է, չէ՞, պարոն Մեհրաբյան։ Այո, բավականին տարօրինակ, հեղուկ եւ այնտեղ զարգացումները հետագա դեռ արժևում են, այնպես որ մենք պետք է բարին կամենանք մեր բարեկամ հարևանի, մենք անենք մեր անելիքը, իրենք պետք է վստահ լինեն եւ մենք ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ իրենք պետք է վստահ լինեն, որ մենք իրենց դեմ որևէ բան չենք անում, որովհետեւ դա դեմ է մեր կենսական շահերի եւ թույլ չենք տա, որ իրենց դեմ ինչ-որ բան տեղի ունենա Հայաստանի տարածքից, չեմ խոսում, որ Հայաստանի կողմից, հա, բայց մյուս կողմից էլ եղբայր զբաղվեք ձեր հարցերով, մենք էլ զբաղվենք մեր հարցերով։ Մյուս կողմից խոսում են ճանապարհների ընդլայնումից, ինչ որ նավթա վերամշակման գործարանի։ Խնդրեմ։ Այդ ամենը քննարկել, ամբողջությամբ։ Մենք միայն ողջունում ենք ցանկացած նման նախաձեռնություն, որը չի խախտում միջազգային սանկցիոն ռեժիմը եւ իհարկե նաեւ այցել բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, այո, Հայաստանը ձեռնտու է, որպեսզի Իրանը օր առաջ իր հարաբերությունները միջազգային հանրության հետ շտկի եւ դառնա միջազգային հանրության առանց որևէ պատժամիջոցների գործող սուբյեկտ։ Այո։ Դա միայն մեր շահն է թելադրում, հետեւաբար եկեք այստեղ շտապողականություն չդրսևորենք, կոնստրուկտիվիզմը չկորցնենք, նաև մեր սթափությունը չկորցնենք, նաև մեր ուշադրությունը, այսպես ասենք, միշտ սուր պահենք, որպեսզի տարբեր ցածր սոցիալական պատասխանատվությամբ սուբյեկտներ այդ արանքները չմտնեն։ Պարոն Մեհրաբյան, վերջի հարցը վերաբերում է Իսրայելին։ Ինչու Իսրայելի օրակարգ մտավ կրկին հայոց ցեղասպանության հարցը, այն էլ արտգործ նախարարի մակարդակով արվեց հայտարարություն, ինքն է հեղինակը, հիմա ինքն է նաև խորհրդարանում հանդես գալու այդ թեմայով եւ արդեն կառավարությունն է փաստացի առաջարկում ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ինչ է գլոբալ փոխում դա, ինչու համար է դա անում Իսրայելը։
Իսրայելը որոշում, սա Իսրայելի որոշումն է, Իսրայելը որոշել է միանալ այն միջազգային կոնսենսուսին, որը կա հայոց ցեղասպանության շուրջ եւ ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Սա Իսրայելի որոշումն է, որը ընդունվել է արդեն իրենց համար ընկալելի, հասկանալի պատճառներով։ Հայկական սփյուռքը, հայկական լոբիստական կազմակերպությունները սրա հետ որևէ կապ չունեն։ Սա եղել է Իսրայելի որոշումը, Իսրայելի նախաձեռնությամբ, եւ այստեղ զարմանալ էլ պետք չի, որ հայոց ցեղասպանությունը ճանաչած առանց բացառության բոլոր երկրներն են դա արել է համատեղելով բարոյականությունը եւ սեփական շահը։ Նույն արել է Իսրայելը։ Հայաստանի նկատմամբ ինչ-որ բան փոխվում է այդ որոշումով, եթե այդ որոշումը կայացվի։ Քաղաքականություն է փոխվում։ Օբյեկտիվորեն անկախ այս որոշումից, այո, կան բազմաթիվ պատճառներ, որ Հայաստանի եւ Իսրայելի միջև փոխադարձ ընկալումները փոխվեն, շահերը փոխվեն, եւ դրա վկայությունն է մի քանի հանգամանք, որը ցանկանային դա այն նոր գործընկերություններն են, որոնք հաստատել է Հայաստանը, եւ այն նոր գործընկերությունները, որոնք հաստատել է Իսրայելը։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքին, որ ըստ էության մենք այդ գործընկերությունները հաստատել ենք նույն սուբյեկտների Հնդկաստան, Էմիրություններ, Կիպրոս, Հունաստան, Հայաստանի պարագայում Միացյալ Նահանգներ, մեծ յոթնյակի եւս 3 երկիր՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա։ Այսինքն մենք Իսրայելի հետ ձեռք ենք բերել ընդհանուր ռազմավարական գործընկերներ, սակայն դեռ իրար չենք ներառել որևէ մերձեցման process։ Սա եւս մեկ բան էր, այսպես պատճառներից մեկն էր եւ ոչ միակը, հա, որ Իսրայելին, այսպես ասենք, ռեզոն էր թելադրում այս քայլին այնուամենայնիվ շուտ թե ուշ դիմել, ինչն էլ եւ արվեց։ Մյուս կողմից սրա հետ մեկտեղ Իսրայելը մենք տեսնում ենք ունի անհաղթահարելի հակասություններ Թուրքիայի հետ։ Եվ Թուրքիան մեղադրում է Իսրայելին ցեղասպանության մեջ, ինչը հոլոկոստի արդյունքում ստեղծված Իսրայելի համար ուղղակի ոնց որ ասում են սղոցում է լսողություն, եւ սա էլ խթանում է նրանց ասելու կներեք մի հատ մեզ մեղադրում եք բաների մեջ, որ մի հատ հայելու մեջ նայեք։ Եվ այնպես չի, որ Իսրայելում նոր են իմանում հայոց ցեղասպանության մասին։ Հակառակը, հոլոկոստի ճանաչման, ցեղասպանության որպես մարդկության դեմ հանցագործությունների առանձնացրած որպես ցեղասպանության հանցագործություն ֆորմալիզացիայի մեջ դեր ունի հենց հրեաները եւ հրեական կազմակերպությունը, հրեա հայտնի իրավաբան Ռաֆայել Լյոմկինը, որը հիմնավորելով իր ելույթներում, հրապարակումներում այս ամենը օրինակն է բերել հայոց ցեղասպանության։ Այնպես չի, որ հրեաները չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել առաջին համաշխարհային պատերազմում հայերի հետ։ Այլ հարց է, որ Իսրայելը լինելով գոյաբանական վտանգի ներքո իր շրջապատի այսպես գործոնը հաշվի առնելով իր քաղաքականությունն է անվտանգության կառուցել եւ դեռ ամենասկզբից, երբ
Դավիթ Բեն-Գուրիոնի կառավարությունն էր, նրանք առաջ են քաշում, այսպես ասենք, ոչ արաբական պերիֆերիայի գաղափարը, որի հետ առանձնահատուկ հարաբերությունները Իսրայելին թույլ կտային զերծ մնալ միջազգային մեկուսացումից, ինչին ձգտում էին արաբները հասնել, հա։ Եվ այդ պերիֆերիայում առանձնակի կարևորություն էր տրվում շահական Իրանին եւ քեմալական Թուրքիան։ Բայց հիմա չկա ոչ մեկը, ոչ մյուս։ Եվ երկրորդն Իսրայելը միջազգային մեկուսացման խնդիր չունի։ Այս պատերազմներից Իսրայելը դուրս եկավ որպես տարածաշրջանի թիվ 1 ռազմաքաղաքական գործոն։ Եվ հենց այստեղ է բախվում Իսրայելի շահերը Թուրքիայի հետ, որովհետև այդ դերին հավակնում է նաև Թուրքիան, որում թե ծովում, թե ցամաքի վրա մերձավոր արևելքում։ Եթե Իսրայելը էգզիստենցիալ վտանգ ուներ արաբական շրջապատից, հիմա արաբներից Իսրայելը ըստ էության վախենալու բան չունի, որովհետև նա արաբների մեջ կոնկուրենտ չունի։ Հետևաբար Իսրայելն էլ այո իր պատկերացումներն է, իր ռազմավարություններն է վերում։ Եվ մի կարևոր գործում է, ես վստահ եմ, որ Իսրայելում հաշվարկեցին ռիսկերը Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների, որ կարող է լինել, եթե նման որոշում են։ Եվ եթե կառավարությունը գնաց այս քայլի, իսկ կառավարությունը գնաց, դա նշանակում է, որ Իսրայելում հաշվարկի արդյունքում եկան այն եզրակացության, որ այդ ռիսկերը ընդունելի են կամ կառավարելի։ Եվ քայլն էլ այդ ըստ այդմ արդարացված։ Ահա դա ինչ է տեղի ունեցել։ Եվ իհարկե Ադրբեջանի կողմից էլ եղավ ավելի կոշտ պատասխան առարկայի վերաբերյալ նույնիսկ քան Թուրքիայի, որովհետև ինչպես տեսակ հայոց ցեղասպանության մասով Թուրքիայի պատասխանը բավականին կոռեկտ էր։ Նրանք բացի նրանից, որ մենք չենք ընդունում այդ որակումը, դրանից բացի այլ բան չի ասել Թուրքիան։ Մինչդեռ ադրբեջանցիները որոշեցին հրեա պատմաբաններին պատմություն սովորեցնել, ինչը կներեք ծիծաղելի է, եւ պատմության դասեր տալ։ Եվ ըստ այդմ, եկեք ֆիքսենք ինչ չի փոխում այս որոշումը։ Սա չի փոխում Հայաստանի քաղաքականությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ։ Որևէ ձև։ Եվ սա նաև չի փոխում Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի ուղղությամբ։ Սա ինչ որ առումով այո փոխում է դերականորեն հարաբերությունները Հայաստանի եւ Իսրայելի միջեւ, որովհետեւ սա մի հարց է, որը միշտ տարակուսանք է առաջացնում, հա, թե ոնց կարող է նման հարցը միշտ այսպես շրջանցվել, բայց մյուս կողմից էլ կար այն ընկալումը, թե ինչու է դա արվում։ Եվ հիմա, երբ որ այս ամենն արվեց, իսկ Երևանից սպասում էին արձագանք, Երևանից եղավ արձագանք։ Արձագանք այն մասին, որ արձագանք չի լինելու։ Բայց մյուս կողմից էլ Հայաստանը, եթե գիտեք, բավականին սերտացրել է եւ ակտիվացրել է իր կապերը Միացյալ Նահանգների հրեական կազմակերպությունների հետ, նաեւ որոշակի երկխոսություն կա եւ հետաքրքրություն կա Իսրայելում Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու, մասնավորապես Հայաստանում դեսպանություն բացելու համար, որովհետև Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ չկա ռեզիդենտ դեսպանություն Իսրայելի։ Ամենատրամաբանական քայլը կլիներ, հա դա։ Այո, այսինքն մենք այո անցյալը կարևոր է, այո,
մենք գնահատում ենք դա, բայց եկեք առաջ նայենք։ Բայց սրա հետ կապված, այո, պաշտոնական Երևանից արձագանք չպետք է սպասել։ Ահա այն ամենը, ինչ պետք է մտածել այս ուղղությամբ, նաև սա ոչինչ չի փոխում Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում։ Եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջև հարաբերություններում եւս ոչինչ չի փոխվում, որովհետեւ Ադրբեջանի համար Իսրայելը բացառիկ գործընկեր է, ինչպես եւ Իսրայելի համար Ադրբեջանը բացառիկ գործընկեր է, այո, հայտնի պատճառներ։ Այնտեղ նավթ, այնտեղ էլ զենք եւ տեխնոլոգիա, ինչպես նաեւ կամուրջ Միացյալ Նահանգների հետ։ Նաեւ Իսրայելին անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիայի հետ այս առճակատման մաս Ադրբեջանը չդառնա, եւ մենք տեսնում ենք Ադրբեջանը չի ուզում մաս դառնալ այս կոնֆրոնտացիայի, որը կա Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ։ Ադրբեջանում սա մարտահրավեր են հնում։ Հետևաբար այս ամենին նայելիս պետք է ուղղակի շրջահայացություն, լայնախոհություն, զսպվածություն դրսևորել, սառը հաշվարկել բոլոր պլյուսները, բոլոր մինուսները եւ ապագա կառուցել ամեն ինչի հետ կապված ապագա, որը բախվում է բացառապես մեր ազգային շահերից, պետական շահերից։ Սա ամենակարևորն է, որ մենք պետք է արձանագրենք։ Շատ շնորհակալ ենք, պարոն Մեհրաբյան, այսօրվա Ես զրույցությամբ։ եմ շնորհակալ, պարոն Այվազյան։ Միշտ պատրաստ։ Հաջողություն ձեզ։